Դերասանուհի Ռոզա Դավթյանը բավականին սիրված է հանրության կողմից, վերջինս ինստագրամյան հարթակում շատ ակտիվ է, ինչպես նաև վերջին շրջանում նաև ակտիվ է իր գործունեության մեջ։ Տևական ժամանակ առաջ մենք բացառիկ նորությամբ հանդես եկանք հայտնելով, որ դերասանուհին պատրաստվում է մայրանալ։ Այս լուրից հետո դերասանուհին շարունակում է իր ակտիվությունը, հրապարակումներ է անում ցույց տալով իր շքեղ ծաղիկները, որոնք նվեր է ստացել, ինչպես նաև ամուսնու կողմից ստացած անակնկալ նվերները։ Դե իսկ այսօր դերասանուհին ինստագրամյան հարթակում նոր հրապարակումով է հանդես եկել, որը կարծես թե անհանգստացրել է երկրպագուներին։ Նրանց խոսքով դերասանուհին հյուծված և թույլ տեսք ունի, ինչն էլ վերջիններս կապում են հղիության հետ։ Այս վիդեոն նրա մասին է, թե ինչքան անկեղծ եմ ես իմ լսարանի հետ։ Կարակ գուշակեք, որտեղ է այդ անկեղծությունը հիմնականում երևում։ Ասացի լավ, առավոտ արթնանամ, սենց ինչ-որ վիդեո նկարեմ, որը դուք արդեն տեսաք։ Ու սենց մտածեցի, բայց ես ինչի պիտի մազերս ուրիշ ձև անեմ, ես սենց կսարքեի ես կոֆեն, ես ում կոֆեն։ Նարնջի թարմ քամացյութը։ Դրա համար տենց էլ թողեցի, որ հանկարծ ինչ-որ սխալ կարծիք չձևավորվի ձեր մոտ։ Ասեմ, նարնջի թարմ քամացյութն էլ մաքսիմալ անհամեր։ Հենց որ չնախանձեք։ Իսկ հիմա եկեք գուշակենք, թե ուր եմ ես գնում։ Թողնում եմ պատուհան, մինչև դուք ձեր տարբերակը գրեք, կամ էլ նշովի տարբերակ, մինչև նշեք, ես կգնամ արդեն կպատրաստվեմ և ցույց կտամ, թե ուր եմ գնում։ Այստեղ խառնենք, այսօր, այո, աստղերի հետ ենք նկարահանման, աստղջան բարև, աստղջան բարև, լիքը աստղեր, այո, երեխեք ջան, Ռոզան ծնեց գաղտնի ապահել, իր երեխուն գաղտնի ապահել ձեզանից, այո, սիրիլ ա քեզ, ուժս, հաճելի խառնենք։ Գնում ենք այրոպորտ, Սուսիկին ու Ալային դիմավոր ենք, տեսեք Սուսի առաջին բուկետիկն է։ Այնքան սիրուն է ստացվել, սա էլ մեծը։ Մամային և աղջկան նույն բուկետիկներից։ Շատ սիրուն է, շատ շնորհակալ եմ։ Կնշամ էջը, որտեղից եմ պատվիրել, իրանք իմ բոլոր մտահաղացումներն իրականացնում են։ Բարի լույս։ Այսօր վերջապես իրական բարի լույս եմ ասում, ոչ թե ժամը 1-ին։ Գնում եմ նկարահանման, մի քանի նկարահանումներ ունեմ, հետո ատամնաբուժարան պիտի գնամ, հետո էլ ծննդի եմ։ Так что բոլորիս լավ օր։ Իրականում ինչ տեսքան եմ ես։ Սիրուն սանց պատրաստված բան վիճակները մնաց տան հանարը։ Շատերիդ հետաքրքիր է, ինչի եմ ես նորից հանձնում քննությունը, ասեմ այս մասով, որ ես հանձնել եմ 2 տարի առաջ, դրանից հետո 3 անգամ գործնական քննությունը կտրվեցի, որովհետև փակ պլաշատկայում էի հանձնում և վարել էլ նորմալ չգիտեի, նորմալ վարողներն էլ այդտեղ չէին կարողանա հանձնել, 3 անգամ կտրվելուց հետո մի տարի ժամանակ անցնում է և կարծեմ մի տարի և անվավեր է ճանաչվում նաև ձեր տեսական քննությունը։ Ես հանձնել էի 3 օր պարապելով, 19 թե 18 հավաքելով առաջին անգամից։ Հիմա անվավեր ճանաչվեց, մի տարի ես ոչ մի բան չարեցի, նորից պիտի գնամ տեսականը հանձնամ, որ հետո էլ արդեն անցնեմ գործնականին։ Ատամնաբուժարանը ես որ գնացել, այս մի կողմս լրիվ թմրած է, խոսելուց էլ կնկատեք։ Դուրս եկա ատամնաբուժարանից, մոտեցան նկարվելու, հիմա ոչ կարողանում եմ ժպտամ, ոչ չժպտալն է ճիշտ, սենց բերանից փակում եմ մի խոսքով դեմքս թեքում եմ, չգիտեմ նկատեցին, չնկատեցին, չնայած մի հատ էլ հասա տան մոտ շենքի մոտ մոտեցան նկարվելու,
Անկան վատ եմ ինձ զգում, երբ որ ես ատամնաբուժանից դուրս եմ գալիս, իսկ ես վերջին մի քանի շաբաթում ես ամբողջ օրն ատամնաբուժանում եմ ու այդ իրավիճակում եմ հայտնվում։ Հենց հիմա դեմքս ծոռ է ու ես ոչ մի բան չեմ զգում։ Լավ, ինչով է, այսօր նաև ներկայացման եմ 7 անցիկես հրավիրված, գուշակեք ինչ ներկայացման և չգիտեմ այս ձևով ոնց չպարվեմ։ Հենց ոնց գցել եմ, ինչ ես սարքում։ Սարքում եմ իրով, Ինչով։ սիրտդ ինչով որոզիմ։ Լավաշով։ Հումորով ու մեկ նման։ Մայրիկիս։ Այս զրզմփա Այս տանջոտի զրզմփա ապարատը վերել է, որ պիրոք սարքի։ Ուզում եք ռեցեպտն ասեմ, դուք էլ սարքեք։ Կասեցնամ գաղտնիքները։ Չէ։ Կարոքարության կամ եմ տենում, որ ձորք են։ որ հարմ է մեջ։ Հետո 5 ձույ աստեղ լցրել, այդ կարաքը լցնելու է սրա մեջ, հետո կարաքը ավելացրեցինք, ինչին, ախորսամա, ես չգիտեմ ռեցեպտը, դու պիտի ասած, ձվին, կադրս ինչ փչացնում է, ձվին ու ինչին, Պեսոկին, հետո ձետ ու կարակ։ Ոստեղ մաման ինչ-որ ճաշ է պատրաստել, այդ ճաշն ավելացնելու։ Ինչ է, այդ ճաշի մեջ ինչ է։ Քացախ խնդորիմ։ Մի րոպե, ինձ սմետանի քացախ, հա։ Չէ, հիմա քացախ ենք ավելացնում։ Բայց ես ինչ եմ, սմետանու ինչ։ Սոդա։ Սոդա, բա մածուն։ Մի գտարել մացում։ Ու հիմա է քացախ։ Վաա, այդքան քացախոր լցրեցիր։ Մամ, հետո։ Ինչ ես պատրաստում։ Ասա։ Ասեմ, որ մայրիկի հետ ոնց ես խոսում, մամայի հետ Հիմա ես ես գծեմ մեջ։ ասմա մարիա կուրիկվա հետ։ Մամային է, մամա շուտ արա։ Այ։ Դե ասա հետո։ Ավելացրեց Սմետան մածուն կալաբարացյան։ Սյա, հիմա հարում ենք ու դնենք դուխովկա, բալյուր։ Իբր ինքն է սարքում, էլի սաղ ռեցեպտը ես ասեցի։ Հիմա խնձորն ավելացնում ենք պիրոգին։ Ով ինչ կարա սարքում է։ Արդեն ուշ է։ Կարող ես խնձոր պետքա վերջում շարենք։ Ոչ։ Մամ, ես ինչ է։ Մամ, դե խոսա։ Մամ, ինչ ես։ Աղցան։ Այո, Ինչով։ փոփոխ։ Ծիրանի կուտ, չիր, սալորի ու բծիրանի, վառացա, հա, ու խնձոր, չէ։ Այո։ Լավ, էլ պատրաստ լինի ցույց կտամ։ Մամ,
ընտիր ա եղել, բոլոր խոսքերս հետ եմ վերցնում։ Հավասար սիրում եմ։ Շատ լավ, այսա ուտեմ մի հատ էլ տենց ասեմ ոնց էր։